Ոնց է վիճակը։ Պուլսը շատ թույլ է։ Իսկ որ հիվանդանոց են գնում։ Պետք է զանգենք Վարուժին, կողմած զանգի էլի։ Վեկալ։ Ալո, Վար Սաքուն վատացել է, տանում ենք հիվանդանոց։ որ հիվանդանոց։ Չգիտեմ, երևի նույն հիվանդանոցը, որ Գորի մաման է պարկած, դե մեծ բժշկական կենտրոն է։ Չէ, բեկի մարդիկ 24 ժամ հսկում են տարածքը, եթե հանկարծ գորը որոշի մորը տեսակցության գնա։ Բա ուր տանենք Վարուժ։ Հեսա կզանգեմ կասեմ ուր տանեք։ Կանեք նենց ոնց ասում եմ։ Մնացածը ես կկազմակերպեմ։ Երիքայելի։ 10 րոպե ինգա ծխեց իրան։ Ոչ մի ձև չեմ հանգստանում, Սևա։ Անզորությունից չգիտեմ գլուխս որ պատով տամ։ Եթե Սաքուն չապրեց, ուրեմն այս ամեն ինչը անիմաստ է։ Անիմաստ չի։ Անիմաստ է, Սևո։ Եթե նա անեից ու Արամից հետո մենք չկարողացանք պաշտպանել Սաքուին։ Ախր որոշել ենք կռվենք, որ էլ կորուստներ չունենանք, որ մենք որոշենք մեր ճակատագիրը, ոչ թե ուրիշները, ու եթե հիմա Սաքուն գնաց, պատկերացնում ես վաղը մեզնից մեկն էլ պակասի։ Մենք ո՞նց ենք դրա հետ ապրելու, Սևո։ Հիշում ես, երբ փոքր ենք թաղային նոր շենքերի տեղը խնձորի այգիներ էին։ Հիշում եմ։ Ես հիշում ես, որ միշտ խնձոր էին կողանում դպրոցից գալուց, խաղում էին, գնում էին տուն։ Բայց այդ ինչ կապ ունի։ Իսկ հիշում ես մի անգամ պահակը բռնեց Սաքուին, իսկ մենք պահկվեցինք այդ մեծ քարի հետևում։ Բայց մեզ չմատնեց։ Չմատնեց։ Ինչ ենք 10-12 տարեկան երեխա, չվախեցավ, չասեց, պահակն էլ գնահատեց իրար, մեծ պարկ խնձոր նվիրեց, 5 հոգով ազիտ տարանք ասցրինք տուն։ Երանի այդ ժամանակները։ Երանի։ Սաքուն ներթանձնվողներից չի, նա կպայքարի միջավերջի։ Ես վստահ չեմ դրանում, Սև։ Սաքունն այլ են Սաքուն չի, ու մենք գիտեինք։ Նանից հետո շատ է փոխվել, ու միակ ցանկությունը մեռնելն է։ Սաքոյի համար էլ կյանքի իմաստ չունի։ Ունի։ Մենք իր կողքին ենք, ու ինքը այդ